Տիկին Մկրտչյան, ողջունում եմ ձեզ, շնորհակալ եմ հրավերի համար։ Հիշում եք, երբ առաջին անգամ գրեցիք մի տող, որը զգացիք, որ ձերն է։ Ողջուներս ձեզ, շնորհակալ եմ հրավերքի համար։ Այո, ստեղծագործել իմ տարերքն է եղել, դեռ մանկուց սիրել եմ եւ շատ մանուկ հասակից հիշում եմ նույնիսկ առաջին ստեղծագործությունը, երբ որ գրեցի, եւ նույնիսկ որ արդեն ամփոփ ունեի գրած։ Եղբայրս տարավ ինչ որ մեկի 15-ից մեկին տար, որպեսզի կարծիք հայտներ, եւ նա շատ խիստ էր գրել, ափսոսում եմ, որ այդ տողերը կորցրել եմ, բայց եւ ունեցավ ինձ համադրական ազդեցություն։ Իսկ ով էր առաջին մարդը, որին ցույց եք տվել ձեր ստեղծագործությունը։ Առաջին մարդը եղբայրս է եղել, որը տարավ իր 15-րդ ցույց տար, աշխատում էր Թալինի թերթում, այդ ժամանակ Թալինի թերթը կոչվում էր կոմունիզմի դրոշով։ Այդ եւ դպրոցական տարիների հետ զուգահեռ նա աշխատում է նաեւ հասարակական աշխատանքեր կատարում այդ խմբագրությունում։ Դրա համար ցույց տվեց դե կարևոր մարդեր գրական աշխարհի մոտիկ, որովհետեւ իր կարծիքը շատ կարևոր էր ինձ համար։ Գրելը ձեզ համար ինչ է, ներսի պահանջ, ինքնամաքրման ճանապարհ, թե մեկ այլ բան։ Գրելը ինձ համար իմ տարերքն է, իմ զգացմունքների, իմ մտորումների արտահայտելու ձևը, որը ինձ լիցքաթափում հանգստացնում է, երևույթներ կան, դեպքեր, մարդիկ, որոնք ինձ վրա թողնում են եւ դրական եւ բացական ազդեցություն, այդ հուզմունքները, այդ արտահայտությունները ես փոխանցում եմ թղթին եմ հանձնում, որով ես լիցքաթափում եմ, դա ինձ թույլ է տալիս, որ ես ինձ զգամ որպես լիարժեք արդեն փոխված մարդ։ Տիկին Մկրտչյան, օրինակ, երբ եք հասկանում, որ միտքը արժանի է դառնալու գրական տեքստի։ Ուրեմն, երբ որ ես ապրում եմ այդ պահը, շատ խորն եմ, զգացմունքային եմ ես, փորձում եմ հանձնել, ուրեմն զգում եմ, որ դա պետք է հանձնել թղթին։ Մինչև քանի դեռ ես թղթին այն չեմ հանձնել, ես հոգեպես բավարարված չեմ զգում, ոչ էլ ինձ հանգիստ եմ զգում։ Դա ինձ լիցքաթափում է եւ զգում եմ, որ դրա կարիքը կա, որ հաղորդակցվեմ մարդկան, միտքս հաղորդեմ թղթին եւ հաղորդակցվեմ մարդկանց հետ։ Օրինակ, ձեր ստեղծագործություններում ինչն է ամենից շատ արդիական, օրինակ, զգացմունք, պատկեր, ինչն է հաճախ կրկնվում։ Ինձ հաճախ կրկնվում է զգացմունքները, որոնք իմ վրա մեծ ազդեցություն են թողնում, եթե դրական, թե բացական զգացմունքներ։ Ինչպես է ծնվում ձեր բանաստեղծությունը, միանգամից, թե փուլ առ փուլ։ Ուրեմն բանաստեղծություններ կա, որ միանգամից անմիջական թողում է ինձ վրա խոր ազդեցություն, այդ պահին ինձ ինչպիսի աշխատանք էլ կատարելիս լինեմ, թողնում եմ դա, եւ ես թվերի աշխարհում միշտ կռիվ եմ տալիս, աշխատում, նույնիսկ այդ կարևոր աշխատանքը կարող եմ մի բա դադարեցնել եւ միտքս ինքնահոս հանձնեմ թղթին։ Իսկ կա երբեմն էլ, երբ որ ընկնում եմ հիշողությունների գիրկը, ապրումներով եմ ապրում, այդ ժամանակ սկսում եմ անցնել անցյալի հուշերը եւ վերարտադրում եմ այնինչ, որ հուշերի հետ կապված։ Երբեմն գրում եք արձակ, երբեմն պոեզիա ստեղծագործություններ, այդ ձևաչափը ինչպես եք որոշում։ Ուրեմն պոեզիան դե անմիջական ծնված հույզերից առաջանում, իսկ արձակը ես շատ հայրենասեր եմ, իմ վրա թողել են տպավորությունները դեռ մանկուց, մեր նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանից, տատիկիս հետ եմ մեծացել, իր հուշերը միշտ ինձ տարել են այդ աշխարհը։ Ես չեմ կարողանում մոռանալ դրանք, արդեն դուրս է գալիս, որ ես տարիներ անց վերարտադրել եմ, դա դարձել է հուշ, հուշապատում, արձակ թեմա, որը տվյալ պահին չի գրվել, որտեղ հնարավոր չէր իմ տարիքից ելնելով, դրա համար այնուհետև ես աշխատել եմ հետո վերարտադրել տատիկիս հուշերը, որպեսզի թողնեմ սերունդներին մեր հայոց ազգի, հայ ժողովրդի դառը անցյալը, եթե չունենանք անցյալ, ապագան չեն կարող կերտել, պետք է մենք բոլորս հիշենք մեր անցյալը։ Շնորհակալություն։ Ձեր գրական լեզուն շատ խորն է, բայց նաև շատ զգայուն է։ Այդ լեզուն ձեր ներսի ձայնն է, թե սովորական դիտարկում է։ Չէ, իմ ներսի ձայնը ինձ հուշում է։ Նույնիսկ կարող է ես գիշեր քնած ժամանակ պայտակ արթնանամ եւ ներքին մի ձայն ինձ հուշի։ Ես վեր եմ գնում առանց վարանելու, ես կներեք մի միտք ասեմ, թող ինքնագովես չհնչի, երևի շատ աշխատասեր եմ, չեմ ալարում, կարող է բարձրանամ ուշ ժամի քնից արթնանամ եւ գրեմ թղթի վրա արագ հանձնեմ այդ միտքերս։ Այո, նույնիսկ այդ դեպքում։
Ըստ ձեզ ինչպիսին է հայ ժամանակակից ընթերցողը, ինչ է փնտրում նա գրականության մեջ։ Ուրեմն հայ ընթերցողը ես հաճախակի գրադարան այցելում եմ եւ տեսնում եմ սերունդները ընթերցում են, պրպտում են, տանում բերում են գրքեր, ուրախանում եմ, մեծ ուրախություն եմ ապրում։ Հիմնականում կասեի, որ քիչ են ընթերցում։ Չնայած որ գրադարանի աշխատակիցները տնօրեն ինձ ասում են, որ մենք ընթերցողի պակաս չունենք, դա ուրախալի է, բայց սերունդները կախված են այսօր համացանցից, հեռախոսից, որը տանում է գաղափարական թույլության։ Ես չի ասի, որ հեռախոսները այդքան հասունացնում են երեխաների սերունդներին։ Ոչ, դա մնայուն չի, գիրքն ու գիրն են մնայուն։ Իսկ օրինակ ինչպես եք վերաբերվում on-line գրադարանին։ On-line գրադարանը կարևոր է, գիտեք ինչ արում, որ պատմական հուշերը, պատմությունները, գրազները իրենք մնալու են, որպես արխիվային փաստաթուղթ են հանձնվում։ Ասենք ընթերցող կա սիրում է այդտեղ ընթերցել։ Գնում են նյութեր են հանում, վերարտադրում են, նայում են, փնտրում են, իրենց ուզած նյութերը կարողանում են շատ հեշտությամբ գտնել։ Եվ իր դրական կողմն ունի, չնայած բացական այդքան չի ասի, բայց կցանկանայի, որ թղթային տարբերակով սերունդ ավելի շատ ընթերցեր։ Իսկ կինը գրականության մեջ այսօր ինչ ձայն ունի, դեռ կան դժվարություններ, ինչ կարծիքի եք դուք։ Ես հաճախակի լինում եմ գրական աշխարհում, մեր գրական աշխարհի մեջ կանանց դերն ու նշանակություն ու քանակն ավելի շատ են, քան տղամարդիկ կարելի ասել, ոչ մի արգելք չեմ տեսնում, կանայք շատ համարձակ, ինքնավստահ եւ իսկական հայ կնոջ կերպար են ներկայացնում։ Դա գովելի է։ Ինչ կարծիք ունեք մեր գրական միջավայրի մասին, գրող ընթերցող, գրող հասարակություն հարաբերության մասին։ Ուրեմն կարող եմ ասել, որ երբեմն հասարակությունն էլ ունի իր դերը, մշակութային կենտրոններն էլ ունեն մեծ դերակատարում, օրինակ քաղաքի գրադարաններում, մշակութային կենտրոններում հաճախակի միշտ պարբերաբար կազմակերպվում են գրող, ընթերցող փոխհարաբերություններ, հանդիպումներ, միջոցառումներ, եւ դա շատ գովելի է։ Մեր Թալինում էլ է բավականին ակտիվ այդ առումով, դա շատ կարեւոր է։ Մի տեսակ մի փոքր թույլ է, բայց կարելի ասել, որ գովելի է, կարելի է։ Իսկ տարիքային խումբը ինչպիսին է։ Դպրոց համագործակցության։ Տարիքային խումբը օրինակ ես կասեի դպրոցական դպրոցի երեխաները շատ օրինակ մեր կոմպոզիտորների, երաժիշտների ստեղծագործությունները, երկերը այնքան սիրով են կատարում, որ նույնիսկ ուրախալի է, որ այդ երեխաները մենք կոմպոզիտորներ ունենք, որ այսինքն պետք է նորություններ սերնդին մատուցել։ Երկեր են հորինում, ասենք մեր սերունդ չեմ քննադատում նախկիներին, նրանք միշտ պարբերաբար լսել է սերունդը, բայց այդ նորություն էլ մտցնել երկաշխարհում, արվեստում, մշակույթում, օրինակ սերունդները, մեր կոմպոզիտորները շատ երկեր ներկայացրել են մշակույթի նախարարություն, որպեսզի այդ երկերը ընդգրկեն դպրոցական դասագրքերում։ Եվ պետք է ցանկալի որ կատարեն այդպիսի բաներ, որոնք նորություն էլ պետք է սերունդների հոգեբանությունը պետք է փոխել, արդիականացնել։ Ժամանակի հետ պետք է քայլեն։ Այսօր տեսեք մենք Թումանյանը մեր հանճարն է, մեր աշխարհի, մենք Թումանյանով ենք ապրում։ Թումանյան Կոմիտաս, բայց այսօր փողոցում երբ որ հարցնում են Կոմիտասի երգերից մի հատված, շատ երիտասարդներ չեն կարողանում ասել դա։ Կներեք, եթե իմ սերնդակիցներին մենք այսօր հարցնենք մեր գրողներին, հանճարների ստեղծագործությունները, բոլոր ստեղծագործություններից կարող ենք երկար ասմունքել, արտասանել, ասել, իսկ այսօր դուք փորձեք որևէ դպրոցական երեխայի հարցակ, ոչ մի գրողի մի քառատող չի կարող ասել։ Հեռախոսներից համոզված է գալիս այդ ամենը։ Չէ, միայն դա չի խորքային հարցը, դա նաև գալիս է դպրոցական դասագրքերի ծրագրերից, մատուցման ծրագրերի ոճից, որովհետև դպրոցում չի պահանջվում հեղինակի։ Մենք Միքայել Նալբանդյանի մանկության օրեր բանաստեղծությունը մի օր դասի ժամանակ երեխաները ոչ մեկ չէր սովորել, մեր ուսուցչուհին մինչև ժամը 6-ը մեզ դպրոցում պահեց, մինչև ասեց չավարտեք, անգիր սովորեք, չեք գնա։ Իսկ այսօր ոչ մի աշակերտ հետաքրքիր չէ, որ մի քառատող անգամ սովորի։ Եղավ որ դպրոցում մատուցման ձևը, ծրագիրը, դպրոցական ծրագիրը պետք է վերանայվի։ Ձեր գրականության մեջ շատ հաճախ կա ցավի կարոտի կամ անձնական պայքարի շունչ, դա ձեր կյանքի արտացույցն է։ Ուրեմն ասեմ ձեզ,
շատ մանկուց ես ասեցի, որ մանկությունս անցել է տատիկիս հետ, երբ որ մենք եղանք Արևմտյան Հայաստանում, տատիկս միշտ պատմում էր, ասում էր, որ գաղթի ճանապարհին 200 մարդ մենք ցորենի արտերի մեջ նստում էինք, ցերեկները ասում նստում էինք, իրիգուները շարժվում, որպեսզի մեզ չկոտորեին, ասում լուսնիագը որ դուրս էր գալիս, մենք տխրում էինք, ինձ մտածում էի, ասում ես տատիկն էս ինչ է պատմում, ոնց կարելի 200 հոգի նստել ցորենի արտերի մեջ եւ չերևալ, բայց շնորհակալ եմ երկնային Տիրոջ, որ այս այդ երկու բառերը իմ կասկածանքը չեմ ասել տատիկիս։ Եվ որ մենք եղանք Արևմտյան Հայաստան Սուլուխի կամուրջի չանք, ասեցի չէ Կարացանի գետի ափին, աստեղ Գևորգ Չավշեզովելը, սկսվում էր մուշ քաղաքը, եւ որ իջա ցորենի դաշտերի մեջ մտա, ամենայն անկեղծությամբ արտասվախառլած եմ եղել։ Ասի տատիկ ջան, ուշացումով ներողություն եմ քեզանից խնդրում, դու այս ցորենի արտերի մասին էիր խոսում, իսկ ես կասկածել եմ կներեք ինձ տատիկ ջանի Աստված ջան, գոհ եմ քեզանից, որ այդ երկու բառերից իրեն չեմ ասել։ Եվ այդ բոլորը դրա համար է ես շատ կարող եմ խոսել։ Այդ բոլորը ինձ դարձել են ներշնչանքի աղբյուր, հիշողությունների վերարտադրություն, մանուկ հասակից Հովհաննես Շիրազը միշտ դպրոցական տարիներին կատնախբյուրում իր ընտանիքով հանգստանում էր։ 10-րդ դասարանցիների մի տարի ավարտական դասարանի ատեստացիա վկայականներ ինքը հանձնեց, բոլորս վազում էինք, ինչ հետաքրքրությամբ լսում էինք նրան։ Մամայիս որ եղբայրը Լենինականի Գյումրի ողբանոցում էր մեծացել, Հովհաննես Շիրազի եւ Ժան Էլուանի հետ։ Պատմում էր, ամբողջ գիշեր մենք նստած լուր երեխաներով ոնց էինք լսում, քուն անգամ հաղթահարելի էր մեր համար, ամենակաթիլի աստծո ժամանակը։ Եվ այդ բոլորը ասես ջան դարձել է իմ ներշնչանքի աղբյուրը, դարձել է իմ միտքը, իմ գաղափարը, հիշողությունները, դառը հիշողությունները այդտեղից են ծնվել։ Օրինակ հայրենիքի թեման ինչպես է ներկա ձեր գրականության մեջ, ավելի շատ զգացմունքով է, թե մտավոր մակարդակով։ Ուրեմն ես շատ եմ շոշափում, այո, հայրենիքը եւ մայրը։ Այդ երկու սրբությունները իմ հավասարազոր սրբություններ են դրանք։ Անջնջելի են, եթե այդ երկու սերերը իմ սրտից հանեն, իզուր չեմ գրել, անշունչ մարմինս հողին կհանձնեն։ Ես շատ հայրենասեր եմ եւ սիրում եմ, որ իմ հայ ժողովուրդ այսօր ծնելիության մակարդակը շատ ցածր է, արտագաղթը, ձուլվելու մեծ վտանգը, այդ բոլորը տանում են դեպի հայրենիքի թուլացման եւ կործանման։ Եվ չի կործանվի Հայաստանը ամուր երկիր է, մեր ամուր սերունդների ջանքերով, բայց եւ միևնույն ժամանակ փաստը կա, որ պետք է մեր հայրենիքը հզորացնել, դա մեր տունն է, մեր երկիրն է, դա անհատական չի, դա ընդհանուրիս է։ Ձեր գրքերում կան ուժեղ կանացի կերպարներ, ինչ կերպարներ են ձեզ մոտ ծնվում ամենահեշտ։ Ամենահեշտ չեմ կարող ասել ամենահեշտ ինչն է ծնվում, այդ պահին ինչ որ տպավորություններ իմ վրա ազդում է, այդ պահին դա ծնվում է արագ։ Կարող է դա լինի մորը նվիրված, կարող է հայրենիքին նվիրված լինի, կարող է երեխային նվիրված լինի, ամեն բոլոր թեմաներին կարող է նվիրված լինի։ Իսկ երբ գրում եք, պատկերացնում եք ով է ընթերցելու եւ ունեք իդեալական ընթերցող, թե ոչ։ Ուրեմն ասեմ ձեզ, ընթերցողը հաճախակի գալիս եմ, հարցնում եմ, երեխաների հետաքրքրություն կա իմ գրքերի նկատմամբ, ասում են այո, սիրով ընթերցում են։ Գիտեք, դե հիմա որ ընթերցանությունը սերունդների կողմից քիչ է կատարվում, իսկ ասենք քիչ են ընթերցում, ասենք ես այդքան էլ չեմ դժգոհում, ես չեմ գրում, որ միայն պետք է ընթերցեն, կգա ժամանակ, կլինեն մարդիկ, որոնք կհասկանան ընթերցանության արժեքը, գրքի գրածի իմաստը, սերունդները հաստատ կկարտան, բոլոր դեպքերում մնայուն արժեքներ են դրանք։ Եթե հնարավորություն ունենաք ֆիլմ նկարել ձեր ստեղծագործություններից մեկով, որը կընտրեիք դուք Տիկին Մկրտչյան։ Ես կուզեի օրինակ ֆիլմ նկարվել իմ տատիս դառը հուշերից, Կարոդի կանչով գրքում ունեմ գրած իր դառը ճակատագիրը, տատիկիս անցած ճանապարհը, կուզեի, քանի որ մեր նախնիների դառը ճակատագիրն անցյալն է, պատմությունը, որ այսօր ուզում են խեղաթյուրեն, ջնջեն, օտարազգիների կողմից մեր մշակույթն են վերացնում, մեր պատմություններն են աղավաղում, իսկ այդ բոլորը պետք է մենք ինքներս, սերունդներս, մենք պետք է պահենք պատմության էջերում, իսկ դրա համար պետք է գրավոր
թղթին հանձված մտքեր, իրապատումներ, իրականություններ, կինոֆիլմեր, դրա համար կուզենայի այդ անպայման տատիկիս անցյալը իր դառնած ճակատագիրը կինոֆիլմ նկարվեր։ Այս պահին աշխատում եք նոր գրքի վրա, կարող եք մի փոքր բան պատմել այդ մասին։ Ուրեմն այս պահին ես աշխատում եմ, ես տպագրվել իմ 6-րդ գիրքը արդեն, վերջում հերոսապատում գիրքը տպագրվեց, այժմ ես ունեմ պատրաստի տպագրության ենթակա ևս մի գիրք, սպասում եմ հնարավորության դեպքում նոր կտպագրեմ, չեմ կարող ասել այդ երբ կլինի, եւ աշխատում եմ հերոսապատում 2-րդ գրքի վրա, սա առաջինը, սա մեր Թալինի տարածաշրջանի 70-ից ավել երեխաներ տղալ է, հերոսները իրենց կյանքը զոհել հանուն հայրենիքի, հանուն մեզ, այժմ ունեմ 20 երիտասարդի համար գրված, աշխատում եմ, որ ամբողջացնել։ Դե շարունակական փուլի մասը։ Եվ վերջում ինչ կմաղթեք ձեր ընթերցողին, Թալին աշխարհին եւ Թալին համայնքին։ Ուրեմն կմաղթեմ իմ Թալին աշխարհի ընթերցողներին տոկունություն կամ առողջություն, մտքի հզորություն, որ կարողանան հասկանան գրքի արժեքը, իսուր չէ որ Բալզակն ասել է, որ գիրքը մի լույս է, որ մութ ճանապարհին բացում է մարդամար լուսավոր ճանապարհ, եւ գիրքը փակում է ամեն մի բերդի դուռ, ընթերցանությունը գիրքը դա շատ կարեւոր, դրա համար դրա արժեքը մենք հասկանալու համար պետք է սերունդներին մաղթենք, որ ընթերցանությամբ շատ զբաղվեն, շատ կարևոր է դա ընտանիքի, դպրոցի, նույնիսկ մանկապարտեզից կարելի այդ գրքի նկատմամբ սերը, հետաքրքրությունը սերմանել երեխայի մեջ, թե բարձր հասակում դա արդեն պետք է լինի նախասիրություն։ Իսկ իմ հայոց աշխարհին, իմ Թալին աշխարհին կմաղթեմ ժողովրդին հարատև խաղաղություն, լուսավոր ապագա կերտեն հայ զինվորները մեր բանակում ծառայողներ անփորձանք վերադառնան տուն, հայոց արևը երբեք մայրամուտ չի ունենա եւ մեր ժողովուրդը պարտվել չի սիրում, մենք հզոր կամքի տեր ժողովուրդ ենք եւ կուզենամ որ այդ հզոր կամքը անկոտրում մնա Թալին աշխարհի յուրաքանչյուր քաղաքացու, յուրաքանչյուր բնակչի հոգում, որպեսզի Թալին աշխարհը ընդունի որպես սեփական տուն, իր անձը ինչպես մարդը կարող է հարգել, այդպես պետք է հարգի Թալին աշխարհի յուրաքանչյուր գործունեություն, յուրաքանչյուր ծառայություն, յուրաքանչյուր կառույց պետք է հարգի եւ օգտակար լինի եւ օգնի։ Շնորհակալ ենք Տիկին Մկրտչյան ձեզ, մաղթում ենք բազում ստեղծագործական հաջողություններ եւ սպասում ենք ձեր նոր գրքերին։ Ես էլ շնորհակալ եմ ձեզ համար, որ այսպիսի լավ նախաձեռնություն եք կազմակերպում, թող ձեր աշխատանքն էլ անվերջանալ, անսպառ լինի, միշտ հաջողություններ ուղեկցվի։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։